Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 2-ի համար։ Բոլոր տարվա ծնված նշանների համար էստեղ միմիայն տարվա ծնվածներին է վերաբերվում։ Եվ նույնն էլ հորոսկոպները, եթե ժամանակ է լինում հորոսկոպ պետք է լինի, ապա միմիայն կլինի այստեղ։ Նաև դե աստղաբանության ալիքում ովքեր որ չեն հետևում այստեղ, այնտեղ կարող են նայել։ Դե եթե չեք հետևում, այսպես թե այնպես չեք իմանա։ Կարող եք նաև հետևել այն ալիքին։ Հղումները կան վերնագրի ներքևում։ Վերնագրի վրա որ սեղմեք, ինքը հղումը, բոլոր հղումները ներքևում կբացի։ Այսքանը եւ տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնանք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին մարտի 2-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը հանդիպելու եք տարբեր տարիքային տղամարդկանց հետ։ Այդտեղ մտածելու եք, ոչ է երիտասարդ տղայի մասին, գուցե ձեր տղան է, ձեր ամուսինն է, ավելի երիտասարդ, ձեր եղբայրը, իսկ մյուս կողմից նաև հանդիպում կամ շփում կունենաք, որովհետեւ արդեն տարեց մարդու հետ։ Դա կարող է լինել նաև պետական աշխատող, ոչ թե հատուկ այնպես, ոնց որ տարեց անձնավորություն։ Եվ սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի եւ կամ շուտ կպարկեք քնելու կամ ավելի ուշ, նաեւ ինտիմ հարաբերություններ է դա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 2-ին։ Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերին է սա վերաբերվում։ Այդ օրը ինչ-որ մի բան է ուշանալու, մոտավորապես 1 ամիս կարող է ուշանալ կամ ձգձգվում է այդպես 1 ամիս։
Հանկարծակի լուր եք լսելու, որից սկսեք տատանվել, ինչ-որ մի բան է, որ տատանվում եք, և որից է հնարավորություն ձեր ձեռքից այդ օրը կարող եք բաց թողնել, ուշադիր եղեք, ինչպես, ինչ-որ, չգիտեմ, ինչ օր է, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին մարտի 2-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը գումար կամ կծախսեք կամ կստանաք, նաև գորգռում եք որևիցե կնոջ վրա, այդ կինը ձեզ այդքան է չի սիրում, միգուցե ինչ-որ մի բան է արել, դա համար գորգռում եք, բայց դուք եք գորգռում, ոչ թե ինքը, և երեկոյան հաջողություն ունեք, հաջողություն ձեր գործերում, այն ինչ որ դուք կանեք այդ օրը, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին մարտի 2-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը առավոտյան հուզված եք, կամ արթնանում, կամ հուզվում եք, կամ ինչ-որտեղ պետք է գնաք, արդեն իսկ այդպես հուզված եք առավոտյան շուտ։ Գումարը կամ կստանաք, կամ կարող է ուշանալ գումարը, ավելի ուշ տան, մոտավորապես 2 ամսից ավել։ Եվ այդ օրը կարող եք օրվա ընթացքում պարկել հանգստանալ, կարող է մի փոքր ձեզ վատ եք զգում, հնարավոր է նաև դա ինտիմ հարաբերություններ է։ Կամ ինչ-որ մեկն է պարկած, իրեն պետք է խնամեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին մարտի 2-ին։
Հարգելի վիշապներ, այդ օրը էմոցիոնալ կլինեք բավականին, առավոտյան շուտ անգամ, չգիտեմ դա ինչ էմոցիաներ են, լավ թե վատ, գուցե բոլորի վրա բարկանում եք, որ շուտ արթնանան կամ քնած են թողել ձեզ։ Եվ այստեղ երկար սպասված վաճառ նամակ կստանաք, փոստա թուղթ եք ատվություն, եւ կարիերայում առաջ խաղացում է սա, ինչ որ ժամեր կարող են փոխվել։ Աննշան է, կարող է ինչ որ առաջադրանք է, որը պետք է ավելի շատ մնաք աշխատանքի վայրում կամ ավելի քիչ։ Դա բայց կազդի նաև ձեր կարիերայի վրա դեպի լավը։ Տան հետ կապված իրադարձություններ ունեք, նոր տեղափոխություն, մաքրություն, ինչ որ հարցեր, որը կապված է նաև կարող է լինել առիթ կամ ձեր տանը կամ պետք է գնաք։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ եւ ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օծերի։ Ինչ է սպասվում օծերին մարտի 2-ին։ Հարգելի օծեր, այդ օրը առավոտյան ձեզ սիրված կզգաք, ձեր հարազատների շրջապատում կլինեք, գուցե կոֆեև պաստիել, բան ստանաք ծաղիկով, այդպես։ Նաև դա կարող է լինել սիրոխոստովանություն, ձեզ անեն, դուք անեք, կամ շրջապատից սեր ստանաք, հաջողություն ունեք նաև ձեր գործերում, առաջ խաղացում, զարգացում գործերի, հարաբերությունների եւ այլն այն ինչ որ կաղում էր ձեզ մոտ։ Բայց այստեղ եկեղեցիների պատճառով գործերը առաջ մղելու համար գորգռում եք։ Կամ դուք եք վատանալու կամ ուրիշը։ Դամար այստեղ պետք է ուշադիր լինել։ Հետո ելք եք փնտրելու այդ հարցին լուծում տալու համար։ Եվ երեկոյան եւս կտրուկ քայլ կանեք։ Ինչ որ անմտածված քայլեր եք անում այդ օրը, որը կարող է վնասել ձեզ։ Ի վերջո, կախված է թե ինչ գործեր է, ինչ է սա, որտեղ եք ուզում ձեր գործերը առաջ մղեք, ինչ եք ուզում անեք, հա, եւ դա է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերի։ Ինչ է սպասվում ձերին մարտի 2-ին։
Հարգելի ջիեր, այդ օրը առավոտյան այդքան էլ հաճելի պահեր չեն այստեղ։ Վիճում եք ձեր սիրելի մարդկանց հետ, կամ ձեր երկրորդ կեսն է, կամ ձեր հարազատները։ Ստում է երկրորդ կեսն է այստեղ։ Չնայած հարազատներն էլ, կարող են լինել։ Ամենայն դեպս տխրում եք, արտասվում եք նաև։ Ամուսնության հետ է դա կապված, հարսանիքի հետ է միգուցե դա կապված։ Ինչ որ մի բան է այստեղ։ Կամ ձեզ ամուսնության առաջարկ են արել, ընդունել եք, բայց ձեր հարազատները դեմ են այդ մարդուն եւ վիճում եք, տխրում եք, կամ հստակ ձեր ամուսինն է, կինն է այստեղ, որի հետ վիճում եք։ Դեռ խավորման միջանցքում եք եւ հնարավոր է ամեն ինչ եւ հիմա բաժանվելը դա վերաբերվում է 18 տարի չմիանալուն, դրա համար պետք է շատ ուշադիր լինեք։ Միգուցե նաեւ 9 տարի, եթե դասեր քաղած լինեք արդեն։ Համար այստեղ պետք է ուշադիր լինեք, այստեղ ինչ որ վիրավորում եք իրար, հուզվում եք, արտասվում եք։ Կարող է նաև ոմանց ամուսնության առաջարկ են անում, դրա համար եք հուզվում, իսկ արդեն հարազատների հետ վիճում եք, այդպես։ Եվ գնալու եք ոչ հիվանդանոց կամ ոչ բժշկական կենտրոն։ Եվ մտածմունքների մեջ եք լինելու, կամ ինչ որ մեկի մասին կմտածեք, կամ ինչ որ բանի մասին կմտածեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին մարտի 2-ին։ Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում։ Այդ օրը էմոցիոնալ կլինեք բավականին շատ։ Նաև կհուզվեք, միգուցե արտասվում եք, նաև ոմանց սերկ խոստովան են, դուք սերկ խոստովան եք, գուցե դրա համար եք հուզված։ Նաև ձեր սիրելի մարդկանց կհանդիպեք կամ չորս կողմից սեր կստանաք եւ հանկարծակի լուր կլսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին մարտի 2-ին։
Հարգելի կապիկներ, այդ օրը հաջողություն ունեք յուրաքանչյուր գործում, ինչ որ կանեք այդ օրը։ Երկար կմնաք ոչ մի տեղ, դա ձեզ կտխրեցնի։ Կամ ինչ որ մի բան է կանգնած, դանդաղում է դա տխրության պատճառը նաև։ Եվ օրվա վերջ կարող գորգռալ։ Ինչ որ մարդկանց վրա կարող գորգռալ։ Նաև եւս էլի հաջողություն ունեք, դռներ են բացվում ձեզ համար, նոր հնարավորություններ, եթե գորգռում եք, ապա միգուցե գորգռում եք ինչ որ մի բանի հասնելու համար, ապա ոնց որ հասնում եք դրան, գորգռոցի միջոցով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին մարտի 2-ին։ Հարգելի ակաղաղներ, այդքան էլ ինչ որ հաճելի օր չէ, ընդամենը ունեք վեճ հարազատների հետ կամ ձեր զույգի հետ եւ ունեք հիվանդանոց, կամ այցելում բժշկական կենտրոն, կամ հիվանդանոց, կամ հիվանդ եք, պարկած եք, այդպես, ինչ որ մի բան է այստեղ։ Կամ այնքան եք այստեղ վիճում, դիմացինն է հիվանդանոցում հայտնվում, դրա համար ուշադիր եղեք, փոխեք ձեր օրը, ինչ որ ախմախ օր է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին մարտի 2-ին։ Հարգելի շներ, այդ օրը ինչ որ մի բան է ուշանալու կամ սեղանի շուրջ նստած եք իմանալու դրա մասին, կամ ինչ որ քեֆ ուրախություն է ավելի ուշ լինելու, հա, ոնց որ ձգձգվում է, ավելի ուշ է լինելու։ Մոտ 1 ամիս կարող է հետաձգվել ինչ որ մի բան։ Կամ տեղափոխում են այդ հանդիպումը 1 այլ օր։ Խոչընդոտներ կան այստեղ, որը կախված է այստեղ կամ ձեզ են փորձում մոլորեսնել, հա, դա արդեն իսկ մոլորեսրել են ուրեմն, եւ դա բերում է խոչընդոտներ,
կամ ոչ է մի բան այդպես փուչիկի նման պայթում, դա է բերում խոչընդոտներ։ Եվ հիվանդանոցում ինչ որ մեկը կա կամ կարող է այցելեք կտրուկ հիվանդանոց կամ ովքեր որ հիվանդանոցում ինչ որ մեկը ունեն կտրուկ փոփոխություն կամ որոշում է որ չի պարկում կամ ոնց որ ժամկետը չէր եկել երեխա է ունենում, հայ նման ինչ որ պահեր։ Կարիերայում փոփոխություն մի փոքր բարձրացում, եթե պատվերով եք աշխատում, ապա կարող են պատվերներ լինել, եթե ոչ, ապա սա կամ ինչ որ մի առաջադրանք է, որը չէին տվել ձեզ, հա, ինչ որ մի ձևով ձեզ առաջ տանելու համար է դա ոնց որ ավելի լավ եք հասկանում։ Եվ այստեղ պլյուս դրան ձեր աշխատանքային ժամերը կարող են փոխվել կամ դուք փոխեք այդպես ինչ որ մի բան է։ Նաև պետական հիմնարկության հետ աշխատողի հետ կապված այստեղ ժամ կարող եք պայմանավորվել հենց այդ օրը կամ արդեն իսկ պայմանավորվել եք եւ ուշադիր եղեք որ չուշանաք։ Դա նաև կարող է կապված է աշխատանքի հետ, աշխատանքի ընդունելության հետ, միգուցե ինչ որ չնչին չափով առաջ խաղացման, հա, պաշտոնի բարձրացման հետ նույնպես։ Այս կնը ձեզ համար միայն ուշադիր եղեք, որտեղ փուչիկը հենց այնպես չի ընկնում, հա, դա նշանակում է, որ փորձում են մոլորեսնել դիմացինին, փորձում են ինչ-որ մի բան այնպես չանել։ Այս կնը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին մարտի 2-ին։ Հարգելի վարազներ, այդ օրը բարի լուր կլսեք, լավ լուր կլսեք, որից որ բավականին շատ կուրախանաք, տրամադրությունը կբարձրանա։ Նաև ոչ նամակ կստանաք, տեղեկատվություն, փաթեթ, ինչ-որ բաներ կարող եք ստորագրել եւ հանդիպում կամ շփում կունենաք ոչ մասնագետի հետ, այդ օր նաև գումար կստանաք, նաև գումար կծախսեք եւ երկերեսանիների հետ վիճում եք իրենց հետ։ Այսքանը ձեզ համար Ձեզ հաճելի օր եմ մաղթում։